չէր կարա պատկերացնել, ոչ խոսում են, ոչ բան են առաջարկում, ոչ ելույթ են ունենում, ոչ որևիցե բանի մասնակցում են, բայց գալ ինչ-որ բան ասել ու ծլկել դահլիճից, չեմպիոն են, չեմպիոն, Գառնիկը Դանիելյան գալիս ասում է, հայոյում եք, թքում եք, եղբայր, մարդ սպանելով, ոչնչացնելով, երկրից արտաքսելով, խմբակցության ղեկավարիցդ բռնած, ասենք դրա մաստեր սպորտ են, եկել ես ինչից ես խոսում, 7 տարիա մեզ սադրում են, 7 տարի վիրավորում են գնում հետևներիցս, էլ լրագրողներով, էլ փողոցայիններով, էլ զիբիլի վրի կատուներով, Ղարաբաղից բերած, էլ տարբեր տեղերից փող վեկալած ոչնչություններով, 7 տարի, բանա, դեպք չելենք, միտեղ մեկը ասելա սրա ակաժները կկտրեմ, մեկ էլ միտեղ մի հատ դավաճան սրիկա, որ իր տղաներին փախցրելա, որ հանգարցակի բանակում չծառայեն 4 տղա ունի Հայաստանում ապրում է, մեկը թքելա վրեն, այ քեզ բան, հələ մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում, մենք դրա համար պատասխանատվություն ենք վերցնում, ձեր զերո պատասխանատվությունը, մի օր Վազգեն Մանուկյանին կբերենք սենց դատարկ բաժակի պես կդնենք, մի օր Սրբազանին կբերենք, որը իդեպ նենց չի, որ բավականին հետաքրքիր բառապաշար ունի, հա, այն գլխի ձունգայից բռնած, թե չգիտեմ, ինչի չէին նեղանում շրթունքներից եւ գլխի ձունգայից, երևի հարմար չէին նեղանում, հիմա եկել են այստեղ բոլորը սուրբ են խաղում, են Մամիջանյան Հայկը, նախ լավա որ մեկ-մեկ գոնե գալիս են իմանում ենք ստեղ տենց խմբակցություն կա, չէ, ոչ գալիս հարց են տա, դե մենք չենք իջնում իրանց մակարդակին, խոսում են վարչապետ, խոսալու ձևից, ասենք, չգիտեմ, այն թող իրա մի հատ իրա շեֆին բան այն, որ կոշիկ էր շպրտում, ապակի էր ջարդում, մարդկա տենց է խոսում, մարդկա րոպե մեկ գալիս է ստեղ, չեմ ուզում այդ բառը ասեմ ումից Աստված էր ես թեքել, գիտեք ումից Աստված էր ես թեքել, այդ ոչի մեջ է խոսում, գիտենք քաղաքական գործիչ է, մարդ էլ կա, իր ուսխորտի ղեկավարին է ուզում անընդհատ նմանվի, չի հասկանում, որ մնացած բոլորը ուզում են հանգարց իրանց ուսխորտի ղեկավարին ոչ մեկ չնմանվի, ինքն էլ գիտենք քաղաքական գործիչ է, մեկ-մեկ էլ սենց անում մտածելու տպավորություն է թողում, դուք նվեր եք, բա ամենածիծաղալուն, գալիս է, Տիկին Տյուրեղյանը, KP-ի գալիս խոսում է, ու ամենածիծաղալուն գիտեք որն է, 0 ձեն են կարում համարեն, հավաքեն, իրանք ձեն չեն կարում հավաքեն, KP-ն պարտություն կրեց ես ինչ տեղը, դուք մերից ինչ գործ ունեք, միտեղ երկրորդ տեղն ենք բռնե, միտեղ առաջի տեղն ենք բռնե, դուք կարում եք մասնակցեք ընտրությունը, ես չեմ ասկանում, իրենք չեն կարում մասնակցեն այդ ընտրությունը, գայս մնացածի գնահատականն են տալի, այո հաղթարշավը շարունակվում է, դուք այդ հաղթարշավի հետ ինչ կապ ունեք, դուք իրար մեջ որոշեք ձեր մեջից ով է ում իշխանություն տվել, բայց իրականում թաքցրեք այն իրական պատճառը, այն խանդը, այն նենգությունը, որ ձեր մեջ կա ու ծակել է, կամ ասենք այն որ խոսում են, ասում են, բանա Իսկանդերը ստեղ չկիրառեցիք, ընդեղ չկիրառեցիք, բա ԱՏՍ-ները, բա 30 տարի առներ շեֆըդ այդ ԱՏՍ-ները, բա 80-ականների զենքերով խինք, 80 թվականներին ԱՏՍ չկար, բա ինչի կոնսերվի բանկեկով, բա առնեիք, մենք բանակին ձեր չենք տվեք, կամ այդ որ ասում եք սուերը բերել եք, այդ կարող է տենց մենք նստել ենք, մենյուն բացել ենք, նայել ենք, ասել ենք մի հատ ինչ վերցնենք, ձեր զինվորականներն են բան արել խորհուրդ տվել, զինվորականներն են խորհուրդ տալիս, ասում են մեզ էս ա պետք կամ մեզ այն ա պետք, կամ ցեղասպանությունը ով է ուրանում, հարցնում է Քրիստինեն Վարդան, ձեր առաջնահերթությունը ո՞րն է, մեր առաջնահերթությունը, որ ցեղասպանություն չլինի, ցեղասպանություն այլևս չլինի, մեր առաջնահերթությունը խաղաղություն հաստատելն է, ես հասկանում եմ, որ ձեր առաջնահերթությունը ողբն է, որտեղ դուք ողբի վրա կարող եք կառուցել ձեր գոյությունը, չկա ողբ, չկա այն վտանգը, որը որ մենք փորձում ենք նվազեցնել, չկաք դուք, չկաք, ոնց որ հիմա դահլիճում չկաք եւ քաղաքական դաշտում չկաք։ Չգիտեմ էլ ինչ ասեմ ձեզ, ուղղակի ցավալի է, որ այնքան քաղաքական գործիչ չէ։ Մանուկյանը ասում է զինվորականները տարբեր շորերով են, դրանից մի քանի նախադասություն առաջ ասում է 5000 հոգուց 2000 քանիսն են հանձնել եւ այլն, բայց դրա համար չեն կարողանում հանձնել, բայց բարեփոխումները հենց դրա մասին է, բայց ով ասեց, որ այդ բարեփոխումները այդ քննությունը նրա համար է, որ 5000-ից 5000-ը հանձնեն, այդ դրա դենց հլեր չեն կանի այդ ամեն ինչը։ Աննա Գրիգորյանը ասում է հապկին է պաշտպանում, բայց հապկի այդ պաշտպանելու ժամանակ
Բա այդ որ մեղադրում եք, ասում եք մտել է այսինչ տեղը, մտել է այսինչ տեղը, մտել է այսինչ տեղը, բա հապկին խի չեք ասում, որ դա հապկի տարածքն է։ Ասում եք, դուք պրոռուսական ընդդիմություն եք, Ես կարամ ուրիշ բան ձեզնից մեջ բերեմ, երբ որ մեջ եք բերում իմ կամ պարոն Հովհաննիսյանի կողմից բռնությանը մոտ ինչ-որ բաներ, բա գնացել եք 10 հոգի Երևանի կենտրոնում գնդակահարած մարդու ցուցակով եկել եք ստեղ, դաշնակցականին ծեծով սպանած մարդու ցուցակով եկել եք ստեղ, ինձ կամ որևիցե մեկին մի կամ երկու ասած անզգուշ խոսքի համար մեղադրում եք, բարոյականությունից եք խոսում, 2 տարվա մեջ 3 քաղաքական ուժ եք փոխել, 2 տարվա մեջ 3 քաղաքական ուժ եք փոխել, նենց որ ով խոսա, դուք ձև արեք, որ չեք լսում։ Արծվիկ Մինասյանը ասում է տարածքնել հանձնել, բան, ով է խոսում դա, մեռա, որտե գնում եմ, որտե կամերա եմ գնում մոտիկամ, ասում Ժողովուրդ ջան, տենց բան չկա, ասում չի կարելի, օրենքը արգելում է, բացատրում եմ, ասում եմ, էլի գալիս են իրանց նարատիվը, փորձում են տարածքներ հանձնելու, ոչ մեկ չի կարա Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետրից տարածք հանձնի, ոչ մեկ դա չի քննարկվում։ Այդ հապկին, որ պաշտպանում եք կամ Ռուսաստանի հետ հարաբերություններից եք խոսում, տեսել եք ինչ է ասում, մեկդ վեր կացեք, խնդրում եմ հայ եք, վեր կացեք, ասեք, ասում է Ռուսաստանի ներկայացուցիչը ասում է կոչ ենք անում Բաքվին եւ Երևանին այդ ագրեսիվ ռետորաբանությունը նվազեցնել։ Դուք սաղորը մեզ մեղադրում եք հակառակի մեջ, վերակենում մեր ու Բաքվի միջև հավասարության նշան է դնում։ Բա վեր կացեք, դա իշխանության հարց չի։ Վեր կացեք, ասեք, «Էս ինչ ես ասում»։ Վեր կացեք, ասեք, ինչ եք ասում։ Տենց բան կա։ Մենք խաղաղության խաչմերուկ, էլ անդադ խաղաղություն, ասում է մեկն ու մեկը ռիսկ չի անում բանացի։ Հիմա մի հատ ուրիշ հարց ունեմ, կամ են այդ ՀԿ 4.5 մարդը, որ չի գալիս այս 54% հավաքացման խմբակը ու ստից է խոսում, ով ստից խոսա, դուք ձեր Սերժով, ստի արքայով, Են որ առաջի թռիչքը ես եմ անելու Ստեփանակերտ, Արմենիկումը, հələ հարցրեք մեռա ասելով ինչ եղավ այդ Արմենիկումը 1999 թվականից սպասում ենք Հյուսիս հարավը, ես այլևս չեմ առաջադրվելու որպես վարչապետ, սուտ բառը եւ Սերժ Սարգսյան բառը հոմանիշներ են Հայաստանի Հանրապետությունում։ Սուտ բառը եւ Սերժ Սարգսյանը հոմանիշներ են։ Դրա պատճառով էլ իշխանությունը կորցրեց նաեւ։ Կամ որ Աննա Մկրտչյանը, գայս կոռուպցիայից է խոսում։ 14 գույք հայտարարագրել է հայրը։ 11 գույք, որից 6-ը անշարժ, 4-ը 28 տարեկան է, մի անգամ ավականի է եղել։ 6 անշարժ գույք, 4 հողամաս, մի շինություն ինքն է հայտարարագրել, 14 գույք հայրը, որեն 4 հատ է քրեական գործ կոռուպցիայով։ Եկել այստեղ կոռուպցիայից է խոսում։ Ասենք կամ այդ ստոր բանը, որ գայս մա 100-ավոր գերիներ ունենք։ Չէ, ասեց 100-ավոր, գրել եմ մոտս, 100-ավոր, այսինքն 100-ից ավել։ Հիմա այդ խեղճ մարդկանց էմոցիաների վրա, ասենք հիմա որ այդ մարդիկ վեր կենան գան, իրա մոտ, իրա գրասենյակ, եթե գործի լինում, ասեն, աննամենատ ասա, ինչ ինֆորմացիա ունես, կարող է մեր երեխան սաղա, կարող է ինչ-որ բան է պետք անել, ինչ ես դες բան ասում,